Իմ սիրելի հետևորդներ, երբևէ զգացել եք, որ աշխարհը փոխվել է, որ մարդիկ այլևս այնպիսին չեն, ինչպիսին նախկինում էին, որ ազնվությունը դարձել է հազվադեպ բան, որ վստահելը դժվարացել է, որ նույնիսկ ամենամոտ մարդիկ երբեմն հիասթափեցնում են։ Երբեմն թվում է, թե բարին պարտվում է, իսկ չարը հաղթում։ Երբեմն թվում է, թե ճշմարտությունը ձայն չունի։ Եթե երբևէ նման զգացումներ ունեցել եք, ապա դուք հասկանում եք Միքիա մարգարեին։ Նա ապրում էր մի ժամանակ, երբ հասարակությունը բարոյապես քայքայվում էր։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նա չմնաց հուսահատության մեջ։ Նա սկսեց իր խոսքը ցավով, բայց ավարտեց այն հույսով։ Եվ այսօր, երբ մեր աշխարհը նույնպես լի է խառնաշփոթով, Միքիայի խոսքերը հնչում են զարմանալիորեն արդիական։ Վայ ինձ, որովհետև եղա ինչպես հասկաքաղը հունձքի ժամանակ եւ ճռռաքաղը այգեկոթի ժամանակ, եւ չկար ողկույզ առաջին բերքից, որից ուտում էի։ Վայ ինձ, որովհետև երկյուղածն անհետացավ երկրից եւ չկար արդար մարդկանց մեջ։ Բոլորն այրամբ են դատում, յուրաքանչյուր սաստիկ նեղում է իր ընկերոջը, իրենց ձեռքերը պատրաստ են չարության, իշխանը պահանջում է եւ դատավորը խաղաղության խոսքեր ասում ըստ իր անձի ցանկության։ Կհանեմ նրանց բարիկները ինչպես ցեցը, որ ուտում է եւ շրջվում օրենքի դեմ այցելության օրը։ Վայ, վայ, եկավ հասավ քո վրեժխնդրությունը, արդ նրանց համար լացողներ կլինեն։ Մի հավատացեք սիրելիներին եւ մի ապավինեք իշխաններին եւ զգուշ եղիր քո կողակցից նրան ինչ որ բան պատմելու, որովհետեւ որդին անարգում է հորը եւ դուստրը կելնի իր մորտեն, հարսը իր սկեսրոջ դեմ եւ մարդու թշնամի իր ընտանիքը կլինի։ Սակայն ես Տիրոջ վրա աչքս կհառեմ, կսպասեմ իմ փրկիչ Աստծուն եւ Տերը իմ Աստվածը կլսի ինձ։ Մի չարախնդա ինձ վրա ով իմ թշնամի, եթե գլորվեցի, դարձյալ կկանգնեմ։ Եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։ Տիրոջ բարությանը կհամբերեմ, որովհետև մեղանչեցի նրան դեմ, մինչև արդարացնի իմ դատաստանը եւ ինձ արդարությամբ դատի եւ ինձ հանի դեպի լույսը եւ տեսնեմ նրա արդարությունը։ Եվ ինձ կտեսնի իմ թշնամին եւ ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ. ուր է Տերը քո Աստվածը։ Իմ աչքերը կտեսնեն նրան, արդ ոտքի կոխան կլինի, ինչպես ցեցը ճանապարհի վրա։ Ամեն։ Վայ ինձ, ես նման եմ բերքահավաքից հետո մնացած արտին, ասում է մարգարեն։ Միքիան իր վիճակը նկարագրում է շատ պատկերավոր կերպով։ Նա ասում է. ես նման եմ այն արտին, որտեղ բերքահավաքից հետո այլևս պտուղ չկա։ Ինչ է սա նշանակում, սիրելի հավատացյալներ։ Նա փնտրում էր արդար մարդկանց, բայց չէր գտնում։ Փնտրում էր հավատարմություն, բայց տեսնում էր դավաճանություն։ Փնտրում էր սեր, բայց հանդիպում էր եսասիրության։ Այսօր շատ մարդիկ նույն զգացողությունն ունեն, նայում են շուրջը եւ ասում. ուր են ազնիվ մարդիկ, ուր է վստահությունը կորել, ուր է մարդկային ջերմությունը։ Թվում է, թե հասարակությունը տեխնոլոգիապես զարգացել է, բայց հոգևորապես աղքատացել։ Սուրբ Հովվան Ոսկեբերանն ասում է, որ երբ արդարությունը պակասում է հասարակության մեջ, առաջինը ցավում են նրանք, ովքեր սիրում են Աստծուն։ Այդ ցավը թուլության նշան չէ, այն կենդանի խղճի նշան է։ Բարեպաշտը վերացել է երկրից, ցավով արձանագրում է մարգարեն։ Միքիան տեսնում է, որ մարդիկ դարձել են շահամոլ, ամեն մարդ իր շահն է փնտրում։ Սա միայն հին Իսրայելի խնդիրը չէ, սա յուրաքանչյուր ժամանակի վտանգն է, երբ մարդը Աստծուն փոխարինում է սեփական եսով, սկսում է քայքայումը։ Այսօր հաճախ լսում ենք. կարևորը ես լավ լինեմ, կարևորը իմ շահն է, մնացածը կարևոր չեն, բայց ավետարանը սովորեցնում է լրիվ հակառակը։ Քրիստոսը մեզ սովորեցնում է ծառայել, ոչ թե միայն վերցնել։ Ամեն օր հարցրու քեզ, այսօր
ես ավելի շատ վերցնում եմ, թե տալիս։ Մի վստահեք ընկերոջը ասում է Միքյան, սա հատվածի ամենացավոտ խոսքերից մեկն է։ Միքյան նկարագրում է մի հասարակություն, որտեղ մարդիկ նույնիսկ ամենամոտ հարաբերությունները ճգնաժամի մեջ են։ Ինչ է ուզում ասել։ Նա չի սովորեցնում ապել մարդկանց, նա հիշեցնում է, որ մարդը կատարյալ չէ։ Երբ քո ամբողջ հույսը մարդկանց վրա դնես, մի օր հիասթափվելու ես։ Այսօր շատ մարդիկ կոտրվում են ոչ թե թշնամիներից, այլ նրանցից, ում վստահել են։ Ընկերներ, գործընկերներ, հարազատներ, երբեմն ամենախորը վերքը գալիս է ամենամոտ մարդկանցից։ Սուրբ Եփրեմ ասորին ասում է, ով իր ամբողջ հույսը դնում է մարդու վրա, շուտով կսովորի հիասթափության դասը։ Սիրիր մարդկանց, բայց քո վերջնական վստահությունը դիր Աստծո վրա։ Ես պիտի նայեմ Տիրոջը, ասում է Մարգարեն։ Եվ ահա գալիս է շրջադարձային պահը։ Միքյան ասում է, բայց ես պիտի նայեմ Տիրոջը։ Այս փոքրիկ բայցը փոխում է ամբողջ հատվածը։ Ինչու է սա կարևոր։ Միքյան չի հերքում իրականությունը։ Նա չի ձևացնում, թե ամեն ինչ լավ է։ Նա տեսնում է չարը, տեսնում է ցավը, տեսնում է դավաճանությունը, բայց որոշում է իր աչքերը բարձրացնել Աստծուն։ Մենք հաճախ այնքան ենք կենտրոնանում խնդիրների վրա, որ մոռանում ենք նայել Աստծուն։ Նայում ենք լուրերին, նայում ենք ճգնաժամերին, նայում ենք մարդկանց, բայց քիչ ենք նայում Աստծուն։ Խնդիրն ուսումնասիրելուց ավելի շատ ժամանակ ծախսիր Աստծո ներկայության մեջ։ Իմ Աստվածը կլսի ինձ, ասում է Մարգարեն, ինչ վստահություն ունի։ Ոչ թե գուցե լսի, ոչ թե հույս ունեմ, որ լսի, այլ իմ Աստվածը կլսի ինձ։ Հավատքը չի նշանակում, որ դու միշտ հասկանում ես Աստծո ծրագրերը, հավատքը նշանակում է, որ վստահում ես նրան նույնիսկ այն ժամանակ, երբ չես հասկանում։ Սուրբ Օգոստինոս Երանելին ասում է, Աստված երբեմն ուշացնում է պատասխանը, բայց երբեք չի անտեսում աղոթքը։ Թեև ընկել եմ, պիտի վեր կենամ, հայտարարում է Մարգարեն։ Ահա հատվածի ամենահայտնի, ամենահզոր խոսքերից մեկը։ Մի ուրախացիր իմ վրա, ով թշնամի, որովհետև թեև ընկել եմ, պիտի վեր կենամ։ Սա քրիստոնեական կյանքի մեծ գաղտնիքն է։ Աստծո մարդը երբեմն ընկնում է, բայց չի մնում ընկած։ Այսօր մարդիկ հաճախ մտածում են. եթե սխալվեցի, ամեն ինչ ավարտված է։ Եթե ձախողվեցի, այլևս հույս չկա։ Բայց Աստվածաշունչն ասում է. ընկնելը վերջը չէ, վերջը հանձնվելն է։ Հովան Ոսկեբերանն ասում է. Սատանան չի վախենում քո ընկնելուց այնքան, որքան քո վեր կենալուց։ Իսկապես հզոր միտք է ասում եկեղեցու հայրը։ Եթե ընկել ես, անմիջապես վերադարձիր Աստծուն, մի սպասիր ավելի լավ ժամանակի։ Եթե խավարի մեջ նստեմ, Տերը լույս կլինի ինձ։ Միքյան չի ասում, որ խավար երբեք չի լինելու։ Նա չի ասում, որ խավարի մեջ էլ Աստված լույս, նա ասում է, որ խավարի մեջ էլ Աստված լույս է։ Գուցե այսօր անցնում ես ցավի, հիվանդության, հիասթափության, կորստի, անհանգստության միջով, բայց Աստված քեզ չի լքում խավարի մեջ, նա հենց այնտեղ է։ Սուրբ Աթանասն ասում է. Աստծո լույսը առավել պայծառ է երևում ամենախորը հավատի մեջ, ամենախորը խավարի մեջ։ Այս հատվածը տալիս է կյանքում կիրառել մի քանի կարևոր քայլեր։ Մի հուսահատվիր աշխարհի վիճակից, պահպանիր մաքուր խիղճ, նույնիսկ եթե շատերը չեն անում։ Մի դարձրու մարդկանց քո վերջնական հույսը։ Ամեն իրավիճակում նայիր Տիրոջը, վստահիր, որ Աստված լսում է աղոթքդ։ Ընկնելուց հետո անմիջապես վեր կաց, հիշիր, որ խավարի մեջ էլ Տերը քո լույսն է։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Միքիա Մարգարեն սկսում է այս հատվածը ցավով, նա տեսնում է փչացած հասարակություն, տեսնում է անարդարություն, տեսնում է դավաճանություն, տեսնում է մարդկանց անկում, բայց նա չի ավարտում հուսահատությամբ, նա ասում է, ես պիտի նայեմ Տիրոջը, և հետո հռչակում է, թեև ընկել եմ, պիտի վեր կենամ։ Սա է քրիստոնյայի տարբերությունը։ Նա չի ապրում առանց խնդիրների, նա չի ապրում առանց պայքարի, բայց նա
ապրում է հույսով։ Այսօր, եթե կյանքումդ կա խավար, եթե կա հիասթափություն, եթե կա ցավ, եթե նույնիսկ ընկել ես, հիշիր Միքիայի խոսքերը, թեև ընկել եմ, պիտի վեր կենամ, որովհետև քո ուժը քո մեջ չէ, քո լույսը հանգամանքների մեջ չէ, քո հույսը Տիրոջ մեջ է։ Եվ ով իր աչքերը բարձրացնում է դեպի Աստված, երբեք չի մնում խավարի մեջ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ ուղարկել այս տեսանյութը քո սիրելիներին, ընկերներին, բարեկամներին, հարազատներին, նրանց եւս հաղորդակից դարձնելու օրվա սուբգրային հատվածի ընթերցանությանը եւ բացատրությանը։